Սիրելի ընկերներ, ողջունում եմ ձեզ։ Այսօր կխոսենք ամենակարևոր էլեկտրոլիտի մասին՝ կալիումի մասին։ Իսկ ինչու հենց կալիումի մասին։ Քանի որ առանց կալիումի կյանք չկա, քիչ անց դուք կհասկանաք, թե ես ինչ նկատի ունեի։ Եվ բացի այդ, կալիումի անհրաժեշտ չափականակը մարդկանց ճնշող մեծամասնությունը օրվա ընթացքում չի կարողանում ստանալ։ Եվ այստեղից էլ լինում են տարբեր ախտանիշներ, եթե ոչ ամեն երկրորդը, ապա ամեն երրորդը ունի այդ բոլոր ախտանիշները։ Լավ, իսկ ինչ է էլեկտրոլիտը։ Տվյալ դեպքում էլեկտրոլիտը մեզ համար հանդիսանում է մի քանի հանքանյութերի համադրություն, որոնց շնորհիվ որ մեր օրգանիզմում տեղի են ունենում էլեկտրական իմպուլսների տեղափոխում, բնականաբար նյարդային համակարգի շնորհիվ, եւ որոնց շնորհիվ որ մեր գլխուղեղը կառավարում է ընդհանուր մեր մարմինը, սկսած կմախքի մկաններից ավարտված մինչև բոլոր ներքին օրգաններով։ Ուստի քանի որ կալիումը հանդիսանում է ամենակարևոր էլեկտրոլիտը, մեզ դրանից օրվա ընթացքում անհրաժեշտ է մոտ 4700-ից 6000 միլիգրամ։ Իդեպ պետք է ասեմ, որ բոլոր էլեկտրոլիտների միջից միայն հսկայական քանակություն մեզ պետք է հենց կալիումը։ Ինչու՞, քանի որ կալիումը կատարում է հենց այռուցի բաժինը աշխատանքի, այսինքն ամենակարևոր դերակատարությունն ունի էլեկտրական իմպուլսների տեղափոխման գործում։ Եվ այսպես, որպեսզի կարողանալ պատկերացում կազմել այն մասին, թե կալիումի անբավարարությունը ինչպիսի աղետալի հետևանքների կարող է հանգեցնել, պետք է ուղղակի որոշակի մակերեսային պատկերացում կազմել այն մեխանիզմի մասին, որը որ առկա է մեր օրգանիզմում եւ որը որ կոչվում է նատրիումի կալիումի պոմպ։ Նույն իմաստված պոմպը տեղակայված է հատուկ սպիտակուցի ներսում եւ որն էլ որ տեղակայված է բջջի արտաքին թաղանթում, այսինքն մեմբրանայում։ Ընդհանուր հաշվով մեր օրգանիզմում կարող է այդ պոմպից հանդիպել 800,000-ից մինչև 30 միլիոն։ Եվ որպեսզի հասկանանք այդ պոմպի աշխատանքի սկզբունքը, նախ սկզբի համար ուղղակի հիշեք այն ինֆորմացիան, որ կալիումը հանդիսանում է հակադարձ համեմատական ուժ նատրիումին։ Լավ, իսկ ինչպես է աշխատում նատրիում-կալիում պոմպը։ Իհարկե կփորձեմ մաքսիմալ մատչելի բառերով նկարագրել, որպեսզի առավելագույնս ըմբռնելի լինի։ Եվ այսպես, բջջի ներսում եւ բջջից դուրս կա X քանակությամբ եւ նատրիում եւ կալիում։ Եվ երբ դրանց կոնցենտրացիան բարձրանում է, այդ պոմպը վերսկսում է իր աշխատանքը եւ որի արդյունքում գեներացվում է հսկայական քանակությամբ էլեկտրական լիցքեր։ Եվ որի շնորհիվ էլ կարողանում է բջիջ ներթափանցել տարբեր սննդարար նյութեր։ Դա կլինի եւ ամինաթթուներ, եւ ճարպաթթուներ, եւ գլյուկոզա։ Եվ նաև այդ բջջի պոմպի շնորհիվ նաև դուրս է մղվում այդ բջջում նյութափոխանակության արդյունքում ստեղծված արգասիքները։ Այսինքն այստեղից հետևություն, որ ցանկացած բջիջ սննդարար նյութեր ներթափանցելու համար մեզ այստեղ անհրաժեշտ է նույն իմաստված նատրիում-կալիում պոմպի ճիշտ աշխատանքը։ Քանի որ սննդարար նյութերը ինքնին չեն կարող ներթափանցել բջիջ, դրա համար պետք է էլեկտրական իմպուլս, ինչը որ արդեն ասացի, դա արդեն գեներացնում է նույն իմաստված պոմպերը։ Եվ երբ կալիումի անբավարարության հետևանքով այս պոմպերը սկսեն վատ աշխատել, այստեղից էլ կլինի այն խնդիրը, որը որ կոչվում է աշխատունակության անկում, քնկոտություն, հոգնածություն։ Ինչու՞, քանի որ բջիջներում արտադրվող էներգիան ուղիղ կախված է նրանից, թե ինչպես է աշխատում նույն իմաստված նատրիում-կալիում պոմպը։ Ուստի այստեղից հետևություն, եթե չկա բավականաչափ կալիում, ուրեմն առանձնապես մեծ հրաշքներ պետք չէ սպասել օրգանիզմից էներգիայի առումով։ Եվ այստեղից էլ սահուն կերպով անցնում ենք հաջորդ ախտանիշին։ Երբ օրգանիզմում արդեն չկա բավականաչափ կալիում, բջիջներում մեծանում է նատրիումի կոնցենտրացիան, իսկ եթե կա արդեն բարձր նատրիումի կոնցենտրացիա, նատրիումը իր հետ միասին անպայմանորեն օրգանիզմում պահելու է հեղուկը, այսինքն լինելու են այտուցներ, եւ այդ այտուցները կարող եք տեսնել ձեզ վրա վերջույթների վրա եւ դեմքի վրա։ Նաեւ այդ այտուցների հետևանքով, այսինքն հեղուկի կուտակման հետևանքով հնարավոր է նաեւ զարկերակային ճնշման բարձրացում։ Իդեպ այս թեման շարունակելով պետք է ասեմ, որ այն մարդիկ, ովքեր որ ունեն սիրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ, ունեն արյան զարկերակային բարձր ճնշում, առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնեն մասնավորապես կալիումի եւ մագնեզիումի ճիշտ քանակության օգտագործմանը օրվա ընթացքում։ Եվ նման դեպքերում որոշ մարդիկ գործում են դասական սխալներ, երբ նկատում են մարմնի վրա այտուցներ կամ եւ նաեւ միևնույն ժամանակ ունենում են արյան բարձր ճնշում, ինչ սխալ են կատարում։ Նախ եւ առաջ առաջնահերթ ուղղակի նվազեցնում են ջրի ընդունվող քանակությունը, նաեւ դրա ֆոնի վրա էլ օգտագործում են միզամուղ դեղորայքային միջոցներ, հույս ունենալով, որ այդ այտուցները կանհետանա եւ նաեւ արյան բարձր ճնշումը կնվազի։ Այո, որոշ դեպքերում դա կարող է անհապաղ օգնել, բայց որպես կանոն երկարատև սկզբունքով դա իդեալական տարբերակ չէ։ Իդեալական տարբերակ կլինի այն դեպքը, եթե օրգանիզմում մեծացնենք կալիումի կոնցենտրացիան։ Էլ ինչ խնդիրներ կարող են լինել։ Կալիումի անբավարարության դեպքում երիկամներում կարող են ձևավորվել քարեր։ Երբ օրգանիզմում լինում է կալիումի անբավարարություն, երիկամները մեծ քանակությամբ կալցիում են սկսում արտազատել, իսկ կալցիումը մասնակցում է քսալատների եւ ֆոսֆատների ձևավորման process-ում։ Այստեղից էլ քարեր երիկամներում։ Կալիումի անբավարարության դեպքում ոսկորներում խախտվում է հանքանյութերի բալանսը, այսինքն ոսկորներում աստիճանաբար սկսում է նվազել կալցիումի տոկոսը։ Եվ դեռ դրան էլ գումարած, եթե օրգանիզմում հանկարծ լինի K2 վիտամինի անբավարարություն, այստեղից էլ հնարավոր է օստեոպարոզի առաջացումը։
Կալիումի անբավարարության դեպքում խաթարվում է ինսուլինի արտադրությունը։ Նաև դեռ դրան էլ գումարած կալիումի անբավարարության դեպքում նվազում է բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ։ Այսինքն այստեղից արդեն ծագում է կրկնակի խնդիր։ Ուստի այստեղից հետևություն, որ կալիումը հրաշալի պրոֆիլակտիկ միջոց կարող է հանդիսանալ դիաբետի դեմ, իսկ այն մարդիկ, ովքեր որ արդեն ունեն դիաբետ, հրաշալի միջոց կարող է հանդիսանալ դիաբետի դեմ պայքարում։ Կալիումի դեֆիցիտի հետևանքով հնարավոր են զարգանալ սիրտ-անոթային տարբեր հիվանդություններ, հնարավոր են սրտի տարբեր տիպի առիթմիաներ, հնարավոր են նաև տարբեր տիպի ինֆարկտներ եւ ինսուլտներ։ Նաև կարող են անբավարարությունը լինել այն մարդկանց մոտ, ովքեր որ ունեն աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ։ Եվ դրա պակասի դեպքում նաև հնարավոր են մկանային ջղաձգումներ եւ բոլոր մկանախմբերում դա կարող է լինել։ Հնարավոր է մկանային թուլություն, մկանային ցավեր, անգամ այն ժամանակ, երբ դուք կարծես թե ոչ մի ֆիզիկական ծանրաբեռնվածություն չեք ունեցել։ Հնարավոր է սրտխառնոցել եւ մի շարք այլ խնդիրներ։ Ստամոքսը թթվի արտադրության հետ կլինեն խնդիրներ, քանի որ ստամոքսը թթվի արտադրության process-ում կալիումը նույնպես ունի մասնակցություն։ Լավ, իսկ ում մոտ կարող է լինել կալիումի անբավարարություն։ Նախ եւ առաջ պրիմիտիվ կերպով այն մարդկանց մոտ, ովքեր որ խիստ սահմանափակ դիետաների հետևորդներ են։ Դրա պակասը նաև կարող է լինել այն մարդկանց մոտ, ովքեր որ ուժգին ստրեսի են ենթարկվել, նաև այն մարդկանց մոտ, ովքեր որ ծանր վիրահատական process են անցել, քանի որ վիրահատությունը դա ոչ այլ ինչ օրգանիզմի համար, քան ուժգին ստրես։ Դրա պակասը նաև կարող է դիտվել այն մարդկանց մոտ, ովքեր որ շատ են օգտագործում շաքար, նաև հաճախակի են օգտագործում միզամուղ դեղորայքային միջոցներ։ Նաև պակասը կարող է դիտվել այն մարդկանց մոտ, ովքեր որ չափից շատ են օգտագործում նատրիում կամ նույն ինքը աղ, քանի որ արդեն ինչպես թեմայի սկզբում ասացի, նատրիումը եւ կալիումը աշխատում են բալանսավորված։ Պետք է ասեմ, որ արյան հետազոտության միջոցով պարզվող կալիումի անբավարարությունը դա ինֆորմատիվ չէ։ Այո, գոյություն ունի նման հետազոտություն, բայց դա չի արտացոլում օրգանիզմում ամբողջությամբ գտնվող կալիումի քանակությունը, քանի որ ընդամենը 2%-ն է կալիումի գտնվում մեր արյան մեջ, 98%-ը կալիումի գտնվում է մեր բջիջներում։ Ուստի արյան հետազոտությունը չի կարող արտացոլել ամբողջ կալիումի քանակությունը։ Կալիումի պակասը ինչպես կարող ենք լրացնել օրգանիզմում։ Եվ բնականաբար դրա համար կա ընդամենը երկու տարբերակ։ Առաջին, դա սննդի միջոցով լրացնելու տարբերակն է եւ երկրորդ սննդային հավելումների միջոցով լրացնելու տարբերակն է։ Բայց սա այն եզակի դեպքերից է, որ միանշանակ խորհուրդ եմ տալիս սննդի միջոցով վերականգնել կալիումի անբավարարությունը։ Ինչու՞, քանի որ սննդային հավելումների տեսքով եթե մենք փորձենք ընդունել, կարծես թե առաջի հայացքից ավելի հեշտ է լինում։ Նախ եւ առաջ պետք է հիշել այն փաստը, որ մեզ օրվա ընթացքում պետք է 4700-ից մոտ 6000 միլիգրամ կալիում։ Իհարկե այդ չափականակը կախված է նրանից, թե կոնկրետ մարդը ինչ ֆիզիկական ակտիվություն ունի, ինչպիսի ստրեսի է ենթարկված եւ ընդհանրապես ինչ հիվանդություններով է օժտված տվյալ մարդը։ Ուստի շատ քիչ կան սննդային հավելումներ, որոնք որ հաբերի տեսքով չեն, իսկ հաբերը որպես կանոն մաքսիմալ պարունակում են 40-ից մոտ 90 միլիգրամ կալիում, այսինքն այն դեպքում, եթե մենք օրինակ պետք է ընդունենք 4700 միլիգրամ նվազագույնը կալիում, պատկերացրեք ինչ հսկայական չափականակ է կազմում նման հաբերը։ Ուստի այստեղից հետևություն, որ դա պրակտիկ չէ, ամբողջ օրը հսկայական քանակությամբ հաբեր ընդունելը։ Այո, սննդային հավելման տեսքով նաև կալիումը գոյություն ունի փոշու տեսքով։ Իդեպ ես դրանցից մեկն էլ օգտագործում եմ, բայց օգտագործելուց առաջ եւ ընթացքում ընդհանրապես պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ չափականակ եք ընդունում, որպեսզի հանկարծ չգերազանցեք օրվա անհրաժեշտ քանակությունը, քանի որ նման դեպքում կարող է մնացած այն էլեկտրոլիտների միջև լինի դիսբալանս։ Իսկ սննդի միջոցով դա շատ հեշտ է, ընդամենը պետք է բալանսավորված սնվել եւ սննդակարգում ներառել հետեւյալ սննդամթերքները։ Լավ, իսկ որ մթերքներն են առավելապես հարուստ կալիումով։ Կա նման բույս, որը որ կոչվում է մանգոլդ։ Դա է հարուստ կալիումով։ Կալիումով հարուստ է նաև ծիրանի չիրը։ Իդեպ ծիրանի չիր օգտագործելուց զգույշ եղեք ուղղակի կալորիականության հետ։ Կալիումով հարուստ են ընդեղենը, մասնավորապես նուշը։ Կալիումով հարուստ են կանաչեղենը, ավելի կոնկրետ՝ սամիթը, կոտեմը, համեմը եւ նման այլ տիպի կանաչեղենները։ Կալիումով նաև շատ հարուստ է ավոկադոն, սպանախը եւ ընդհանրապես բոլոր թերթիկավոր բանջարեղենները շատ հարուստ են կալիումով։ Իմ նշածները սննդամթերքների մեջ առաջատար տեղ են զբաղեցնում կալիումի պարունակությամբ։ Եվ մի փոքր հուշում այն մասին, թե ինչպես է պետք հասկանալ, թե ինչքան կալիում է կոնկրետ դուք օգտագործում օրվա ընթացքում։ Նախ եւ առաջ ուղղակի կարող եք ձեզ մոտ գրի առնել, թե կոնկրետ օրվա ընթացքում ինչ սննդամթերքներ եք օգտագործում եւ ինչ քանակությամբ։ Եվ այնուհետև ինտերնետում շատ հանգիստ կարող եք քիմիական կազմվածքը դուրս հանել այդ սննդամթերքների եւ այնտեղ տեսնել, թե կոնկրետ ինչքան կալիում եք օգտագործում։ Եվ եթե դա կլինի քիչ, ուրեմն նույն իմ նշված սննդամթերքները կարող եք ավելացնել ձեր սննդակարգում եւ նույնպես հաշվել ինտերնետում հանած ցանկով եւ ըստ դրա հասկանալ, թե կոնկրետ ինչքան կալիումի պակաս ունեք եւ ինչքան է պետք լրացնել։ Եվ որպես վերջաբան պետք է ասել, եթե դուք ունեք առողջ երիկամներ, ապա ինչքան էլ սննդամթերք օգտագործեք կալիումով հարուստ, միևնույնն է կալիումի ավելցուկ չեք ունենալու, որովհետև երիկամները դրանք շատ հանգիստ դուրս են հանելու։ Դե այն սիրելի ընկերներ, կալիումի մասին այսքանը, միշտ եղեք առողջ։